Մեդիահաբ, ես հարցը հնչեցնեմ, որոշեք ով է պատասխան, Լևի պարոն Չալաբյան, նաև դուք, որպես հայեցակարգի, ընդգրկված հայեցակարգի ստեղծման խմբում, պարոն Չալաբյան, այ խոսվեց հանրային պահանջի մասին և հանրության մեջ, հանրության հետ իմ զրույցներում ես ինքս եմ համոզվում, միակ պահանջարկը այս պահի դրությամբ խաղաղությունն է, որը այդպես հաջողությամբ, որպես հաղթաթուղթ հրամցվում է այս իշխանությունների կողմից։ Խաղաղություն, իրենք ոչ մի բան չեն ուզում։ Խաղաղ լինի, մենք աշխատենք, ապրենք, մեր որդիները չգնան, չզոհվեն եւ երեք էլ նա ասաց, որ 25 թվականը օրացուցային այն միակ տարին է, որը Հայաստանի անկախության տարիների ընթացքում սահմանին որևէ զոհ փոխհրաձգություններից չի եղել։ Հիմա այս ձեր հայեցակարգով դուք ներկայացնում եք այն ամենը, ինչը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է, որ դա պատերազմ է բերելու, եկեղեցին, չգիտեմ, արցախցիների իրավունքների վերականգնում, վերադարձ, չէ, երեք ասած, վերադարձի հարց, որ դուք բարձրացնում եք, նրանք էլ իրենց կողմից են վերադարձի հարց բարձրացնում, այսպես զարգանում է, բախվում է եւ վերածվում է պատերազմի։ Հիմա հանրությանը դուք, մասնավորապես ոնց եք համոզելու, որ այս հայեցակարգը պատերազմ չի բերելու եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի բրենդը, որ վերջապես Հայաստանի պատմության ընթացքում սահմանները բացվելու են Թուրքիայի, Ադրբեջանի հետ, մենք այլևս թշնամիներ չենք լինելու։ Այս հայեցակարգում հակառակ, ես ոնց հասկանում եմ, process-ներն են ընթանալու, որովհետեւ մենք դիմագրավելու ենք իրենց պահանջներին, ինչը չի կարող բարիդրացիական հարաբերությունների հիմք դառնալ։ Շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալ եմ եւ կարծում եմ առանցքային հարցը ես գուցե սկսեմ պատասխանել, նաեւ խնդրեմ գործընկերներս էլ պատասխանեն։ Մենք ելնում ենք նրանից, որ Փաշինյանը, որը ծառայում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը Հայաստանում առաջ տանելու հրամայականին, ըստ էության մոլորության մեջ է մտցնում մեր ժողովրդին, որովհետև մեր տարածաշրջանում, ինչպես նաև աշխարհում ցանկացած այլտեղ հնարավոր չի խաղաղություն, թուլության դիրքերից։ Թույլին կարող են ժամանակավոր հանգիստ թողել, բայց հետո շարունակելու են իրեն կծոտելով, ոնց որ մինչև հիմա տեղի ունեցել, պատար անել։ Մեր գործընկերները միասնության թևերից, այստեղ ներկա են նաև իրենք, տարածում վերջին օրերին շատ հիմնավոր ապացուցեցին, որ անցած տարի ամռանը զուգահեռ են գործընթացին, որը տեղի ունենում Վաշինգտոնում, Ադրբեջանը շարունակել է առաջ բերել իր դիրքերը, ամրապնդել իր դիրքերը, իդեպ մենք նաև ինֆորմացիա ունենք, որ միայն այդ հատվածում չի, այլ հատվածներում էլ կա, եւ այդ ինֆորմացիան ճշտելուց հետո կներկայացնենք։ Հիմա շատ բարձ հարց է առաջանում։ Եթե Ադրբեջանը իսկապես ձգտում է մեր այդ խաղաղության, ինչա առաջ բերում իր դիրքերը, ինչա եղած դիրքերը ամրաշինում, ինչա մեր պատանդներին դատապարտում ցմահ դատավճիռներ, ինչա դատապարտելուց հետո նրանց նացիստներ կոչում, ինչա խոսում արևմտյան Ադրբեջանից, ինչա խոսում 300,000 ադրբեջանցիների վերադարձից եւ այլն։ Այդ ամեն ինչը, սիրելի գործընկերներ, ընդամենը հող են նախապատրաստում Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիայի համար։ Եվ այդ ագրեսիան հնարավոր է դիմագրավել միայն այն դեպքում, եթե դու այդ ագրեսիային պատրաստվում ես։ Ուստի մեր ամբողջ հայեցակարգը ուղղված է նրան, որպեսզի մենք պատրաստվենք հնարավոր նոր ագրեսիային դիմագրավելու։ Թող այս գործող վարչախումբը եւ իր պարագլուխը խելամիտ կերպով բացատրի, ինչ է տեղի ունենալու, եթե Հայաստանի Հանրապետության դեմ լինի նոր ագրեսիա։ Ինչ է տեղի ունենալու։ Եթե ինքը Եվրոպական խորհրդարանում հայտարարում է, որ մեր բանակը անվտանգության գործոն չի, այլ ընդամենը ռեզերվ է, դրանով եւս մեկ անգամ արժեզրկելով իդեպ մեր բանակը։ Այդ դեպքում ինքը կարող է բացատրի, որն է խաղաղության գործոնը, որն է անվտանգության գործոնը։ Որ խաղաղությունը չի կարող լինել խաղաղության գործոն։ Դա շրջանաձև, այսպես ասած, փակ շրջան է։ Խաղաղություն տավտոլոգիա է, այո։ Խաղաղությունը ապահովում է ցանկացած քաղաքագիտական գիրք բացեք, խաղաղությունը ապահովում է ուժերի հաշվեկշռի միջոցով։ Ուստի ցանկացած ոք, որը խոսում է խաղաղությունից, պետք է բացատրի, ինչպես է հաստատվելու ուժերի հաշվեկշիռը մի կողմից Հայաստանի Հանրապետության, ես մյուս կողմից թուրք-ադրբեջանական տանդեմի եւ նրա դաշնակիցների միջեւ։ Ինչպես այդ հարցին թող պատասխանեն։ Ոչ թե ասեն անցյալ տարի կրակոց չի եղել։ Անցյալ տարի կրակոց չի եղել, նշանակում է հրադադար է եղել։ Դա խաղաղության երաշխիք չի։ Ավելին ձեզ ասեմ, Արցախի շուրջն էլ 22 թվականին կրակոց չի եղել։ Իսկ 23 թվականին Արցախը հայաթափվել է։ Հիմա էլ Արցախը խաղաղ է, որտեղ դատար կա։ Հիմա մենք ուզում ենք տես խաղաղություն, դատարկ Հայաստան,
Խաղաղ եւ դատարկ Հայաստան չենք ուզում, չէ՞։ Եթե ուզում ես երկիրը պաշտպանես, իրան պետքա պաշտպանես ուժով։ Դրա մասին ես կրկնում եմ վերջի, ասենք, մի քանի տարիների ընթացքում շարունակելու են կրկնել։ Այս հայեցակարգը ուժի կուտակման հայեցակարգ է։ Իսկ Փաշինյանի եւ իր վարչախմբի կողմից մեզ հրամցվողը թուլության եւ հետագա կորուստների հայեցակարգ է։ Շատ պարզ։